Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ արդյոք Վահագն Հովակիմյանը կարողանա օրենքից բխող Անկեղծորեն Վահագն Հովակիմյանի հնարավորությունները չեմ ուզում գնահատել եւ թե ինչ կկարողանա, թե ինչ չի կարողանա, համենայն դեպս ուզում եմ լավատեսորեն կարծել, որ այսպես վերհիշելով բոլոր այն հայտարարությունները, որոնք այս օրերի ընթացքում հնչեցրել են ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը, հասարակական քաղաքական գործիչները, իրավաբանական հանրույթը, Վահագն Հովակիմյանը եւ իր ղեկավարած կառույցը ականջալուր կլինեն բոլոր այդ հորդորներին եւ չեն շեղվի սահմանադրության եւ մեր օրենսդրության պահանջներից եւ կկատարեն ճիշտ որոշում, ասել է թե կնշանակվի վերաքվեարկություն կոնկրետ այն տեղամասերի մասով, որտեղ անվավեր են ճանաչվել ընտրության արդյունքները։ Ես այս օրերի ընթացքում առիթ ունեցել եմ ասելու, որ այստեղ որևէ առանձին կուսակցության, կոնկրետ այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության շահի խնդիրը չի։ Խնդիրը այն է, որ այս տեղամասերում ընտրությունը անվավեր ճանաչելու գործընթացը լրջագույն կասկածի տակ է դնում ընդհանրապես ամբողջ ընտրական գործընթացի լեգիտիմությունը եւ մեր այսօրվա թե հավաքի, թե բոլոր մեր ընդդիմադիր գործընկերների հետ համատեղ այս նախաձեռնությունը ընդհանրապես մեկ նպատակ ունի՝ վերականգնել արդարությունը, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել կոնկրետ 3 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելով, սա կոնկրետ արհամարանք է մեր ընտրողների ընտրելու իրավունքի նկատմամբ։ Հիշեցեք, որ կարդարացվի ձեր սպասումները եւ տեսեք, ես կարող եմ որպես անուղղելի լավատես հավատալ, մասնավորապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդին թե պետվարչական դատարանը մերժել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումների հետ կապված, այնուամենայնիվ վարչական դատարանի դատավորներից պարոն Ավագյանը իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սա որպես դիտարկում է իհարկե ներկայացված, բայց այնուամենայնիվ հստակ այսպես մեսիջ է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու այդ ընտրատեղամասում անցկացնել, քանի որ 2 տեղամասերի մասով 2 առանձին դատավորներ էին քննում, կոնկրետ 10-51-ի մասով, որ կոնկրետ այդ ընտրատեղամասում ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Սա նաև այսպես մեր դատական ատյանների գնահատականն է, այս իրող այո Իմպերատիվ նշանակություն չունի, ուղղակի հատուկ կարծիք է։ Դա ընդհանուր կարծիք է, այո, գնահատական, որ ստիպված է լինելու, այո, վարչական դատարանի գնահատականն է։ Դուք խոսեցիք մի քանի տեղամասերում վերաքվեարկության հնարավորության մասին, բայց հաշվի առնելով, որ թե նախընտրական շրջան, թե ընտրական process-ի ընթացքում, թե այսօր հետընտրական գործընթացների շրջանակում Փաշինյանը շարունակում է այդ թվում Գագիկ Ծառուկյանին, բայց նաև բոլոր ընդդիմադիր ուժերին անվանակել, մեղադրանքներ ուղղել, այսօր էլ սպառնացել է, որ այլևս թավիշը չի գործելու նրանց համար։ Առհասարակ չեք կարծում, որ ընտրությունները պետք է վիճարկել ոչ թե միայն ընտրատեղամասերի խնդիրը։ Մենք այսօր հայց ենք ներկայացրել, դիմում ենք ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ այո, մենք նաև ընտրական ամբողջ գործընթացի լեգիտիմությունն ենք վիճարկում, այդ մասին քիչ անց մեր իրավաբանների ներկայությամբ մենք հստակ խոսենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, տեսեք, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնին, ռետորաբանությանը, առիթներ ունեցել եմ ասելու, որ այն, որ մենք այդ լեքսիկոնով եւ այդ ռետորաբանությամբ նրան չենք արձագանքում, դեռևս չի նշանակում, որ չենք կարող արձագանքել, սակայն այստեղ ընդհանրապես դաստիարակության եւ անցած ճանապարհի խնդիր է, այնպես որ մեր արձագանքի կոշտությունը թողնում եմ Նիկոլ Փաշինյանի երևակայությանը։ Տոնոյան կներեք, այսօր Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ ընդդիմադիրների հետ այս օրերի ընթացքում այսպես կառուցողական աշխատանքներ է եղել, ինչ է քննարկվել, ինչ է որոշել, կա ընդհանուր որոշում, ինչ է կանելու հետագան եք, հա, պլանավորել։ Ոչ միայն հետագան, այլ նաև ընթացիկ աշխատանքներն են քննարկվում, շատ արդյունավետ այո հանդիպումներ են ունեցել այս օրերի ընթացքում, ինչպես 2 օր առաջ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք կոնսուլտացիաների քննարկումների շարք ենք սկսում ընդդիմադիր մեր գործընկերների հետ, շատ արդյունավետ քննարկումներ են, այդ քննարկումների արդյունքներից մեկն էլ այսօրվա նաև էս համատեղ հավաքն է, որովհետև բոլոր ընդդիմադիր ուժերը կոչ են արել իրենց համագիրներին, ընդհանրապես մեր հայրենակիցներին այսօր այստեղ ներկա գտնվելու, մնացածի մասին արդեն հաջորդիվ մեր քայլերի մասին կտեղեկացնենք, ներեցեք, ես իրոք ուշանում եմ նիստից։ Ահա։ Եթե նույնիսկ հիմա Բարգավաճի 4%-ը լինի հաջողություն,
գնալու արդյունքները վիճակելու եք այս ֆիլմը։ Տեսեք, խնդիրը ընդհանրապես 4%-ի շեմը հաղթահարելը չի կամ կրկնում եմ խորհրդանում ներկայացված լինելը չի։ Սա հնարավորություն է արդարությունը վերականգնելու, որովհետև եթե այսօր սա կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ է կիրառվում, նախ սկսենք նրանից, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդանում ներկայացված լինել չլինելը փոխում է համապատկերը ամբողջ ընտրությունների արդյունքի, հա, սա հարցերից մեկն է։ Ընդհանրապես կասկածի տակ է դրվում ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը, սա երկրորդ հարցն է։ Եվ երրորդը, որևէ մեկը իրավունք չունի ոչ մանդատագողությամբ, ոչ ձայնագողությամբ զբաղվելու եւ կոնկրետ նման թքած վերաբերմունք ունենալու ընտրողների ընտրելու իրավունքի վրա։ Շնորհակալ։ Մենք արդեն իսկ համապատասխան դիմումը ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հիմա կներկայացնենք։ Հարգելի հետևողներ, մենք լսում ենք Իրետա Մորոյանի Thank you.